Այս դատավարությունը մեր ազգային խայտառակությունն ու ամոթն է, հակաիրավական, հակասահմանադրական քայլ։ Սա պատրանք կամ ուղեղի մորմոք չէ, այլ ցավոք իրականություն, երբ առաջին քրիստոնյա երկրում դատում են հայաստանյա ծառաքելական Սուրբ եկեղեցու ընդհանրական հայրապետին և մյուս սրբազաններին։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են մի բանում, որը նրա կանոնական իրավունքն է։ Իրականում ոչ թե դատում են ամենայն հայոց կաթողիկոսին, այլ մեզանից յուրաքանչյուրին, որովհետև մենք ուզում ենք հավատարիմ լինել մեր ազգային քրիստոնեական ինքնությանը, մեր եկեղեցու ավանդներին պահելով կարգն ու կանոնը։ Այս դատավարությունը վերարթնության և սթափության կոչ պիտի լինի յուրաքանչյուր հայի համար, համախմբվելու հայաստանյա ծառաքելական եկեղեցու շուրջ, պահպանելու մեր ինքնությունը և ամեն ինչ անելու, որ այլևս մեր նորանկախ երկրում այսպիսի երևույթներ չլինեն։